շատ գաղտնի արարողակարգ է մեկնարկել Վատիկանում, որը կավարտվի նոր պապի ընտրությամբ։ Սենյակները պատրաստ են, սեղանները դասավորված աշխարհի ամենակարևոր հանդիպումներից մեկի համար։ Մայիսի 7-ին է սկսվել կոնկլավը։ Աշխարհի տարբեր անկյուններից մոտ 70 երկրից 133 կարդինալ այս պահին Սուրբ քաղաքում է որոշելու կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարին։ Կոնկլավը կաթոլիկ եկեղեցու հատուկ ժողով է, որը տեղի ունենում, երբ պետք է ընտրվի նոր պապ, իսկ ժողովը բացվում է միայն այն ժամանակ, երբ գործող պապը մահանում է կամ հրաժարվում է պաշտոնից։ Կոնկլավում մասնակցում են կաթոլիկ եկեղեցու կարդինալները այն կազմակերպելու համար, որ ընտրվի նոր առաջնորդ։ Ժամանակը, երբ կարդինալները հավաքվում են կոնկլավի համար, գաղտնի է եւ նրանք չեն կարող կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, որպեսզի ընտրությունը լինի ազատ եւ անկեղծ։ Երբ նոր պապը ընտրվում է, ազդարարում են սպիտակ ծխով Սուրբ Պետրոսի բազիլիկայի տանիքից։ Լրագրողներով են շրջապատվել աշխարհից ժամանած կարդինալները, փորձելով գտնել որևէ պատասխան կամ հուշում, թե ով կարող է լինել հաջորդ պապը, բայց ոչ մի բարդ լրագրողներին չխախտեցին լռությունը։ Մայիսի 7-ից չեն կարող ունենալ ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ, ոչ ինտերնետ, ոչ հեռախոսներ, ոչ հեռուստատեսություն, մինչև նոր պապը ընտրվի։ Նոր պապի ընտրության համար անհրաժեշտ է կարդինալների 2/3 ձայները։ Հույս կա, որ առաջին օրը միայն 1 քվեարկություն կլինի, իսկ հաջորդ օրերին 4 քվեարկություն։ Կոնկլավը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Ժամանակի սահմանափակում չկա։ Իդեպ, պատմության ընթացքում ամենափոքր կոնկլավը տեղի ունեցել 1503 թվականին, որը տևել է մի քանի ժամ։ Ամենաերկար կոնկլավը տևել է 3 տարի, 1006 օր, 1268 թվականին։ Բայց քիչ հավանական է, որ այս պատմությունը կկրկնվի ու կաթոլիկները 3 տարի կմնան առանց պապ։ Վերջին տասնամյակների կոնկլավները սովորաբար տևել են 2 կամ 3 օր։ Յուրաքանչյուր քվեարկությունից հետո քվեաթերթիկները այրվում են հատուկ քիմիական նյութերով, որոնք որոշակի գույներ են առաջացնում։ Եթե 2/3 մեծամասնություն չի ստացվում, ապա Սուրբ Պետրոսի բազիլիկայի տանիքից դուրս կգա սև գորորշի, իսկ եթե պապն ընտրվի, ապա նույն տանիքից կտեսնենք սպիտակ ծուխ, այդպիսով ավետելով լուրը։ Սովորույթի ուժով բազմաթիվ մարդիկ են հավաքվում տեսնելու այս իրադարձությունը եւ առաջին անգամ սեփական աչքերով տեսնելու նոր պապին, որը դուրս կգա Սուրբ Պետրոսի բազիլիկայի պատշգամբ։ Նոր պապի ընտրությունը կարող է նշանակել կաթոլիկ եկեղեցու աշխատանքի եւ դավանանքի փոփոխություն, քանի որ նա կարող է առաջնորդել եկեղեցին նոր ուղղությամբ։ Այս փոփոխությունները ազդելու են եկեղեցու ավելի քան 1.3 միլիարդ հետևորդների վրա ամբողջ աշխարհում։ Անե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։